Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ես Արտուր Չախոյանի համար եմ կանչվել, ես հնարավորություն ունեցա կապ հաստատել Արտուրի Չախոյան, Արտուրի Չախոյան դուխը մարտական էր, չեմ նահանջելու կոռուպցիայի թալանի դեմ պայքարելուց, ինքը ասում էր, որ ստեղ միջանձնային հարաբերություններ չի, այսինքն կոռուպցիան թալանը իրենք որպեսզի շեղեն այդ ուղղությունը, իրենք շեղեցին ամբողջությամբ այս ուղղությամբ։ Տեսեք, երբ որ ես ամեն օր խոսում եմ տրանսպորտի թալանից, առարկայական, ասում այսքան թալան կա, ոչ մեկ չի խոսում։ Խոսում եմ մանկապարտեզների խնդրից։ 3 ամիս առաջ խոսեցի մանկապարտեզների սնունդներից, հիմա մտնում եմ մանկապարտեզներ, տնօրեններն ասում են շնորհակալություն, որակապ մի փոքր ավելի լավացել է մանկապարտեզների։ Նույն 101-րդ մանկապարտեզը մտնում ես, հատակ առաստաղը ճաքած, ճաքերը թափվում է, սիլիկոնով խեղճ տնօրինությունը նորից եմ կրկնում։ Շնորհակալություն 101-րդ մանկապարտեզի տնօրինությանը։ Սիլիկոնով փակում են, որ այդ ծակերը թաղապետը մի ասում է մեզ տեղյակ են, բայց նույնիսկ իր քթի տակ գործող մանկապարտեզի հիմա մի հատ խոսենք Արտուր Չախոյանի վիճակից, հա կներես Արփիջան։ Արտուր Չախոյանի վիճակը հիմա ինչպիսին է։ Նա ինչ կարգավիճակ ունի այստեղ, շտապօգնություն հրավիրել է առողջական ոնց որ վնասվածքների մասով։ Հիմա նրան բավականին կոշտ ձևով տեսանք կադրերում, ձեռքերը ոլորելով տարան ի տարբերություն այն մարդկանց, որոնք ծեծում են կոնկրետ Արտուր Չախոյանին։ Հիմա նախ սա ոնց է գնահատում, եկել կարող է օրինակ Արտուր Չախոյանի մեղադրանք առաջադրվի, ասենք չգիտեմ, մարտի 1-ի պետական դավաճանության այլ հոդվածներով։ Ես կարծում եմ, որ ոչ թե որպես տուժող ներգրավի։ Այս իշխանությունից ամեն ինչ հնարավոր է, ես օրինակ մտածում եմ, որ վաղն էլ կարող է ինձ բերեն մեղադրանք առաջադրեն, իրենք Արցախը հանձնելու կամ իրենք սիրում են տես պոպուլիստ ձևով Հանրապետություն կուսակցությունը խոսել հոկտեմբերի 27-ից, երբ որ 27-ի դատախազը Ջահանգիրյան Գագիկներ, Սաղոնը իրանց կողքը կանգնած է կամ Քոչարյան Անդոն, որ իրանց կողքը կանգնած է կամ այսօրվա իշխանությունը որ կարող են բացել։ Այսօրվա իշխանությունը ցանկացած մեղադրանք կարող է ներկայացնել։ Չախոյան Արտուրի դուխը մարտական էր, առողջական վիճակի հետ կապված որոշակի խնդիր կար, որի ապացույցը հենց շտապօգնությունն էր, հասկանում եք, շտապօգնությունը եկել է այստեղ Արտուր Չախոյանի հետ, փաստաբանները արդեն 2 փաստաբան Չախոյան Արտուրի հետ են, ճիշտ ասած անունները մի չեմ հիշում, որ ասեմ, 2 Ինչպես կարգավիճակ ունի Արտուրը, ես չունեմ այդ ինֆորմացիան։ ՎԿ է, դժող է, չգիտեմ, ձերբակալված է։ Ես այդ ինֆորմացիան չունեմ կոնկրետ ինչ կարգավիճակում է, փաստաբանները կարծում եմ ճիշտ են, իրենք եք խոսեն, ասեն ինչ կարգավիճակ ունի Չախոյան Արտուրը։ Միակ բառը որ կար, որ Չախոյան Արտուրի հետ վերջի զրույցում ես խոսել եմ, ասում էր ես անկոտրում եմ մնալու կոռուպցիայի թալանի պայքարում եւ այս ամբողջը շեղում են, որպեսզի այդ կոռուպցիայից ու թալանից մենք շեղվենք։ Ինչի համար նորից եմ կրկնում, էլի, որովհետեւ այդ մանկապարտեզը արդեն պիտի գործեր, այդ ակտերից, ես ակտերից չեմ խոսում, ես խոսում եմ մանկապարտեզի վիճակից, ես խոսում եմ այդ ընկերության նախքին այդ կատարած 4 խայտարակ շինարարություններից, խոսում եմ ապագայում 2.5 միլիոն դոլարի չափ փող տալուց, այս մարդիկ ասում են ակտ։ Ապա բնականաբար շեղեն ես մարդիկ, որպեսզի այդ թալան ու կոռուպցիան կոծկեն։ Ինչու հարվածեց, այսքան էմոցիաներ ինչ էր կարում։ Ես Դա հատուկ սպասում եմ։ Տեսեք, ես մի քանի որ վստահ է, որ չի պատժել, որտեվ եթե դուք նկատեցիք, նա 2.5 ժամ շարունակ վարում էր նիստը, իհարկե ժամանակ առ ժամանակ զանգ էր ստանում անհանգստություններ, ոստիկանությունը գնում գալիս էր։ Ձեզանից խնդրում մուտքը ազատ եկել է։ Ուրեմն քաղաքացիները երկու մուտք։ Ես պատասխանեմ, քանի որ ես տիրապետում եմ ինչ հանրային Արտուր Դուխը միջև վերջ տեղն է Արտուրի։ Ուրեմն շարունակեմ ես, տեսեք ինչա Այն հանրային լսումը, որը որ իրենք կազմակերպել էին, Չախոյան Արտուրեն ստան բակի հանրային լսումներ, իրենք շատ լավ գիտեն, որ Չախոյան Արտուրը հարևանների հետ գալու է մասնակցի, շատ լավ տիրապետում էին եւ իմ գնահատմամբ սա կազմակերպված խմբակային բորենիների հարձակում էր։ Ինչի համար, որովհետեւ Արտուրը այս խնդրի շուրջ միշտ եղել է հետեւողական։ Այսինքն իրենց բակում, ինքը իր սկզբունքայնության արդյունքում մարդ պետք է գիտակցի, որ դու սկզբունքային ես, հալած դու բորենիների կողմից հարձակման ենթարկվես, հասկանում եք։ Մենակ էր եկել։ Մենք լրագրողները ինքը ամբողջությամբ մենակ եկել էր, ներկայացել էր եւ այնտեղ սադրանքը որն է գալիս ասում են դու լավ տղա չես, դու էս չես, այն չես, հետևից արա երկար սրից, հետևից բրթում խփում են մեջքին հետևից ու դա գնահատում են որ սադրանք տարեց Արտուրը։ Բա լավ թաղապետ իր կաբինետից այտենց վայրակ ձևով ինչի համար եկավ սաղին հերու գնացեք որ ես հարված եմ։ Եվ սա վարկը այդ դրանք են ուզում Եվրոպա գնալ։ Եվրոպական արժի համակարգ է։ Կազմակերպված էր հատուկ։ Իմ գնահատմամբ այո, սա կազմակերպված էր։ Թաղապետը սպասում էր այսինքն որ այո, շատ լավ թաղապետը։
Շատ լավ իրանք իմացել են եւ նայեք եկեք անդրադառնանք նաեւ Տիգրան Ավինյանին տեսեք քաղաքապետարանում եք փորձել եք հանդիպել գնացի տեղում չէր ասացի որ ես ուզում եմ գալ եւ պատասխան պահանջել ձեր նշանակած վարչական շրջանի ղեկավարից ու իդեպ սաղ մասիվի թաղամասը բողոքում է իրանից իր կերպարից եւ Տիգրան Ավինյանը մոտ է իբր թե աշխատում եկել են 70 հա իմի շարունակեմ Տիգրան Ավինյանի աշխատողներն են իբր թե եկել են 70,000 ես շտրաֆ եմ ուզել չի համար ուրեմն շարունակեմ ես ժողովուրդ քանի որ ՔՊ-ի կողմից գնահատական չեղավ եւ լինելով իշխող կուսակցություն պարտավոր էին գնահատական հնչեցնել իրենք պարտավոր էին երկրում նմանատիպ արատավոր երևույթները դատապարտել հակառակը իրանք ծիվիկն ու չիվիկին ուղարկում էին որպեսզի ավելի շատ սադրեն ու նորից եմ կրկնում իրանք շատ լավ իմացել են մանդատը վայր դրեց իսկ այս մարդու համար իրենք երաշխավորագիր ներկայացին, որովհետև կուսակցությունը այդ սպառնալիքների մասին հետոյի հնչեցած կոչը դրեց իր կուսակցության պաշտոնական էջին եւ Ավինյանն ասաց դե նյարդայնացել եք պիտի ստանայի։ Ուրեմն եթե մոտիկ անանք երեք լրագրողը լավ հարց կարծում եմ տվեց, ասաց եթե նյարդայնում մարդուն վիրավորում են, ձեր հայրն էլ մարդկանց պիտակավորեց, էլի, այդ ամբողջի պատասխանը ոնց եք նայում, հետեւաբար դա տեղին չէր իր կողմից։ Վիլենը Գաբրիելյան ի տարբերություն մնացած ԿՊ-ականների երևի թե բարոյական արժի համակարգ մի փոքր մնացել էր եւ ի տարբերություն մնացած ԿՊ-ականների մշակութային գործիչ էր ինքս պարագամ եթե համատական ես դնում մնացած ԿՊ-ականների ջութակար էր օրինակի համար չէ ինչի համար եմ ասում այսինքն այդ մարդը ասեց այդ վիդեոն Արտուրը ուր եք կան Սրանք խուլիգաններ են ոստիկանությունն են Ժորժ ջան ժողովուրդ հետո արձակվել է սրանք խուլիգանի թալանչի պիղծ իշխանություն ուր են գնում հիվանդանոց են գնում ժողովուրդ Ուր է գնում պարոն Չախոյան ուր են տանում ձեզ հիվանդանոց են գնում են որ հիվանդանոց Ինչ վնասվածքներ ունեք ինչ որ հիվանդանոց են Ինչ գնում որ կարգավիճակ ունեք ձեզ այո ձերբակալ հասներ Ինչ հիմքով Բայց դուժողը դուք եք ձեզ ձերբակալել են Սապորինի իշխանությունն է խուլիգանական դրա համար էլ այս այն հապում Այս է շինթույլտվություններ են տալի Այսինքն կարող է վերջում պարզվի դուք եք մեղավոր ձեզ չգիտեմ մեղադրել Չեն բաց առան Գործ հարուցել են արդեն ձեզ դեմ Դուք հիմա ձերբակալված կաք Այո խուլիգանություն կատարելու Իսկ թաղապետը ձերբակալված չէ, նա ասաց սովածում գնում եմ Իսկ թաղապետին ծեծելու առերևույթ ակնհայտ ցակած կասկածով ոչ իման չեն անելու Թաղապետը ակնհայտ ծեծում է ըստ տեսախցիկների արտոնացիայի Մի վարկեն թողած դեմքը նկարայի Իսկ որ հիվանդանոց եք անում կներեք Իսկ ուր է բժիշկը Չեք բարձրացան, նույն կառուպցիան է։ Վահեն է եփիկը Ես չեմ կոռուպցիան կա։ Նայեք, տեսնեք, դերասանը եկի ներկայացնել, որպես քաղաքապետարան աշխատողական դամզելա, քաղաքապետարանը, ինքն Ավինյանը լավ տեղյակ է Այդ մեկ, այս մեկը, այս մյուսը, հաղթապետի 23 թվականից քննչական կոմիտեի կանչի, ստեղից, ուղարկել են նվեր, բակային ձեր ինչ-որ բաներով։ Ամեն, սրանցից ամեն ինչ սպասելի է, ամեն ինչ։ Մեդիաբի հարգելի հետևորդներ, նշեմ, որ քիչ առաջ ոստիկանության նորնորքի բաժնից դուրս բերեցին Արթուր Չախոյանին բազմաթիվ վնասվածքներով, նա ասաց, որ գլուխը պոտատվում է, իրեն լավ չի զգում եւ նստել է շտապօգնության մեքենան, հիմա տեսնում եք կադրերում մեքենան եւ նրան տեղափոխում են հիվանդանոց։ Իմ հարցին ի պատասխան թե որևէ կարգավիճակ ունի, թե ոչ եւ արդյոք կարող է վերջում դուժողից ինքը դառնա
դեռ մեղադրյալ ասաց, որ այո, արդեն գործ են հարուցել իր դեմ, փաստաբան Վահե Եփիկյանը եւս հայտնեց, որ Չախոյանի նկատմամբ խուլիգանության կասկածանքով քրեական գործ են հարուցել։ Նշենք, որ Չախոյանին ծեծի ենթարկող Թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը որևէ կարգավիճակ չունի, ձերբակալված չէ ամենայն դեպս այս պահի տվյալներով, թե այլ բան հայտնի է թե ոչ կտերեկացնենք լրացուցիչ։ Նախապես պլանավորական մտավախություն չունեք, որ նույնը կարող է ձեր հետ կրկնվել։ Ես արդեն Դուք եւս երեք գնացել եք քաղաքապետարան եւ այդ հայյանքները եւ ձեր եւ Արթուր Չախոյանի ասեն այս պայծառությամբ մտավախություն չկա, որ նույն սցենարը կարող է հենց ձեր հետ կրկնվել։ Տեսեք, ընդհանրապես մտավախություն չունեմ, իդե չի էլ հետաքրքրում այսօրվա իշխանությունը ոչ էլ վախենում են։ Չեմ բացառում, առավել քան վստահ եմ, որ այս գործի շրջանակներում ինձ կներգրավեն։ Առավել քան վստահ եմ։ Որին։ Ոնց որ Արթուրին։ Կասեն օրինակի համար, չգիտեմ, որ գործն է արել ես, պարոն Մակարյան։ Հալանը։ Չէ, որ մեղադրանք ինձ կարող են առաջադրել օրինակի համար։ Արցախը հանձնելու մեջ օրինակի մեջ ինձ կարող են մեղադրել։ Այսինքն, եթե մենք մի փոքր վերադառնում ենք ստապ գնահատում ենք, այո։ Ես կոռուպցիան, չէ։ Ես կասկածում եմ, ոչ թե կասկածում եմ, ունեմ այդ համոզմունքը, որ այս գործի շրջանակում նաև ինձ կներգրավեն։ Ես նկատի ունեի կազմակերպված մասովրաստիկ ծեծի ենթարկել սադրել են։ Բացառում եք, որ նույնը ձեր հետ կարող է տեղ ունենալ։ Այսինքն ինձ ծեծեն, գլուխները քարին կտան, երեսները պատին կտա, եթե փորձի մեկ ինձի ծեծել։ Շատ ուղիղ ասում եմ, շատ փոքր են իրանք։ Շատ ուղիղ եմ ասում, էլի։ Դե փաստը այն է, որ մի քանի հոգով Արթուր Չախոյանին, ով մենակ էր այդ պահին, ծեծեցին։ Ես հենց ասեմ, Բորենիների, եթե ծեծում են, թող հետո մտածեն, որ դրա համար պատասխան պետք է տան։ Իսկ իմ պարագայում այդ պատասխանը երկար չի սպասեցնել չի տա, եթե իրանք փորձեն ինչ որ անօրինական քայլ անել։ Հիմա ինչ եք պատասխան անել, ոնց հասկացանք Արթուր Չախոյանն ու փաստաբանացին, ասեն ուժողից դարձել է մեղադրել, հա, երևի նախնական քրեական Ես ճիշտ ասած չլսեցի իրենց պնդումը, որպեսզի ասեմ, ես կճշտեմ կասեմ, բայց կարծում եմ, որ Չախոյան Արթուրին իրենք պիտի փորձեն հակառակը գործը կոչկել նրա վրա։ Շնորհակալություն բոլորին։